Մենք այսօր խոսելու ենք Հայաստանում կառուցվող տնագների վերաբերյալ եւ ինչ պայմաններով ենք մենք կարող ձեռք բերել այդ տնագները եւ ինչ եկամտաբերություն ունեն այդ Հայաստանում կառուցվող տնագները։ Ասեմ, որ Հայաստանում կառուցվելու է, այսպես ասած, փոքր քաղաք, քաղաքատիպ ձևով է կառուցվելու։ Մի խոսքով, ինչ ձևով կարելի է ընդհանրապես դիտարկել այդ պրեզենտացիան նայել, մենք հիմա կքննարկենք այդ ամեն ինչը եւ կտեսնենք։ Ովքեր գրանցված են ընկերության մեջ, դուք կարող եք ինքներդ մուտք գործել ընկերության կայք, այստեղ ցախ կողմին, այս հավելվածում, հա, ովքեր որ հեռախոսով են մուտք գործում, բնականաբար այս մասը փակ է, բայց դուք կարող եք բացել, սեղմել վրան 3-ից կա վրան սեղմել եւ մուտք գործել հենց այս հավելվածը։ Այստեղ կա մարքետ բաժինը եւ կա յունիտներ, տեսեք, նույնիսկ հայերենով եթե դուք մտնեք, նույն ձևով գրված է յունիտներ։ Սեղմում եք յունիտների վրա եւ բացվում է այն յունիտները, այն տնակները, որոնք ծախում են, վաճառվում են տարբեր երկրներում։ Կարող եք տեսնել Յաբլունիցա, հա, մյուսները գները կարող եք տեսնել, ամեն ինչ այստեղ պատկերված է։ Նայեք մեկ, այսպես թերթում ենք եւ հասնում ենք մեր Մայակ Աբարանը։ Տեսակ։ Մայակ Աբարան։ Հիմա տեսեք, այստեղ մի քանի առաջարկներ կան, նշի որ մի առաջարկ է այստեղ, մի գինե, տարբեր գներ, տարբեր առաջարկներ կան, տեսեք, Մայակ Աբարան, նորից թերթում ենք, էլի կա, նորից թերթում ենք Մայակ Աբարան, էլի կա, հա։ Եվ նորից ենք թերթում, նույնիսկ կարող եք տեսնել պլանները Մայակ Աբարանի, ինչ ձևով է գծագիրը, քառակուսի մետրերը ճիշտ էստեղ բաներ կալը կիսաուկրաներեն է, բայց ամենայն դեպս հասկանալի է եւ քառակուսի մետրերը մի խոսքով ամեն ինչ նշված է այստեղ։ Ներքևում կարող եք կարդալ Ապիսանյան բնութագիրը, տեսնել փաստաթղթերը եւ սեղմում եք պրեզենտացիայի վրա։ Այստեղ որ սեղմեք եւ սեղմեք այստեղ Դախոդնի դոմ Վարմենիա и так далее հայերենով էլ կարող եք ունենալ, սա արդեն պրեզենտացիայի բաժինն է, հա։ Եվ այստեղով եմ վարում, հատուկ ձեր համար եմ այստեղով վարում, առանձին էլ ունեմ սլայդերը, բայց այստեղ եմ։ Նայեք, տեսեք, ինչ եղավ, ռուսերեն բերեց, չէ՞։ Ռուսերեն բերեց։ Հիմա ո՞նց անենք, որ հայերեն բերի, ժողովուրդ։ Գիտեք, ո՞նց անենք, որ հայերեն բերի։ Դառնա հայերեն։ Պետք է ինչ անել, ստեղ Լեզուն փոխենք։ վերևից լեզուն փոխել է պետք, այո, ստեղ վերևից ցախ կողմից փոխում եք լեզուն, տնում եք հայերենը, տես յազիկ, տնում եք հայերենը, բերում է հայերենը։ Всё, այդտեղ ինչ որ բարդ գործընթաց չկա, եւ այս նույն բաները նայում եք հայերենով։ Տվյալ դեպքում արդեն հայերեն տարբերակն է։ Ես հիմա ընդանուր կներկայացնեմ, իսկ վերջում արդեն իսկ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, ինչը կապված է այս ծրագրի հետ, ինչը որ ուզում է ընկերությունը իրագործել։ Ասեմ ձեզ, որ այս ծրագիրը ընկերությունը իրականացնում է մեր բոլորի խնդրանքով, դա մեր բոլորի ցանկությունն ու երազանքն է, որ մենք Հայաստանում նույնպես ունենանք այսպիսի տնագներ, որտեղ կարող ենք եւ մենք գնանք հանգստանանք, վայելենք մեր հանգիստը, ստանանք նույնիսկ զեղչեր, ճանապարհորդենք ռենդերով, մենք գիտենք, որ մեր կամպանիան ունի այդպիսի ունիկալ վճարման միջոց, ինչպիսին ռենդն է, այսինքն ամբողջ այս հնարավորությունների փաթեթը, որը ընձեռնում է մեր ընկերությունը, մեր համար կարելի է ասել, որ բացվում է եւ գնալով ավելի շատ տարբերակներ կա, որը մենք կարող ենք օգտագործել եւ հասնել մեր նպատակներին, ունենալ ֆինանսական հաջողություն։ Այսպիսի ծրագիր է, այսպիսի պրոյեկտ է նաև Հայաստանում կառուցվող այս տնագները, այս ավանը, որ պետք է կառուցվի։ Եվ այստեղ դուք կարող եք ուշադրություն դարձնել, տարեկան եկամտաբերությունը գրված է 12-ից 24%, հա, որը ինչ որ միջին եկամտաբերության հիման վրա է։ Մենք մանրամասը հիմա կդիտարկենք։ Եվ ըստ ընկերության ծրագրի, ինչպես որ կա, ընկերությունը ուզում է, որբեսի այս ամենը լինի Աբարանի տարածաշրջանում, հա, Հայաստանում, Աբարանի այդ տարածքներում, որ կընտրի ընկերությունը առավել իր համար հարմարավետ տեղը, հա։ Առաջարկներ շատ կան, դուք գիտեք, բոլոր դել տվել եք ձեր առաջարկները։ Ընկերությունը կարող է այդ առաջարկներից ընտրել լավագույնը եւ հենց կառուցել, ունենալ այսպիսի տնագների ավան
Ինչը վերաբերում է ընկերության փորձին, ընկերությունը արդեն 4 տարի է ունի փորձ այս ոլորտում, աշխատացնում է տարբեր այսպիսի առանձնատներ, հյուրատներ, որոնք գտնվում են տարբեր երկրներում, որը դուք հիմա կարող եք տեսնել, որ սա կոնկրետ գտնվում է Միկուլիչին տարածաշրջանում, տեսնում եք գնահատականը, տեսնում եք, որ բուկինգում էլ կարելի է նայել, ընդհանրապես պատվիրել ոչ միայն մեր որոնողական ծրագրի մեջ, այլև բուկինգում կարտալ կարծիքները, այսինքն դուք կարող եք եզրակացնել ընկերությունը ինչպիսի բարձր մագարտակով է կազմակերպում տվյալ գործնեությունը։ Ունի շատ փորձ, կան մասնագետների բանակ, որոնք զբաղվում են այս գործընթացով, այսինքն զբաղվում են վերլուծությամբ տվյալների, որտեղ կառուցել, ինչ ձևով կառուցել, ինչ ձևով հետագայում աշխատացնել, որբեսի միշտ լինեն այսպիսի լավ կարծիքներ, հիմա տեսնում եք 9.4 է, գնահատված կարծիքը 10 բալային համակարգով եթե վերցնենք 9.4-ը ամենաբարձր գնահատականն է։ Ինքներդ կարող եք տեսնել ընկերության գործը, որ արել է։ Եվ մենք բոլորս գիտենք նաև Վրաստանում մենք ունենք այս անշարժ գույքերը, այս հսկայական այս կոմպլեքսի մեջ ունենք հյուրասենյակներ, որը հիմա շատ հասանելի է նաև հայաստանյան բնակչության համար Ցիխիձիրիում է, եւ այսպիսի առաջարկ, որ դու կարող եք միջև մայիս ամսվա վեշ գնալ հանգստանալ, մեկ հոգու վարձը, հա, գալիս է 12.5 ռենտ, 12.5 ռենտ մեկ օրը։ Ցիխիձիրիում բարձակարգ հյուրանոցում այդպիսի առաջարկ դու ոչ միտեղ չեք տեսնի, ոչ էլ չգիտեմ, այդպես եղել է այդպիսի բան, որ այսպիսի հյուրանոցում հնարավոր լինի այդպես հանգստանալ։ Հիմա այդ հնարավորությունը կա։ Բայց ցավոք սրտի ոչ բոլորը կօգտագործեն, մենք գիտենք, կյանքում միշտ այդպես է լինում, ովքեր որ շուտ են կողմնորոշվում, արագ են շարժվում, իրենք էլ ոնց որ ասած օգտվում են այս ճանապարհորդելու պահը կարող եք կազմակերպել, հիմա էլ դուք կարող եք կազմակերպել, գնալ արդեն մտածել ձեր հանգստի մասին, նույնպես կարող եք պատվիրել եւ ընկերության որոնողական ծրագրում ռենդերով պատվիրել, ես ասեցի 12.5 ռենտ, այսինքն որը համարժեք է դոլարին, հա, մեկ ռենտը արժի $1, կամ էլ ընդհանրապես պատվիրեք սովորական դրամով, դոլարով, լարիով, ինչ փող որ կա շրջանառվում է բոլոր այդ դրամական միջոցներով կարելի է պատվիրել, նույնպես ունենալով այդ գինը։ Ինչը վերաբերում է մեզ, մենք գիտենք, որ ռենդերով մեր համար լրիվ անվճար է համարյա գալիս այդ ճանապարհորդությունը, այդ հանգիստը եւ հիմա շատ լավ պահ է, օգտագործեք այս պահը, կազմակերպեք, օգտվեք, ինքներդ տեսեք ընկերությունը ինչպիսի մագարտակով է կազմակերպում հանգիստը, եթե սենյակները կան մեջը ինչ կահույք կա, ինչ մագարտակի, ինչ նյութեր է օգտագործված, ինչպիսի դիզայներական լուծումներ է, հա, որբեսի ընդանուր կարծիք առաջանա արդեն իսկ ընկերության վերաբերյալ ինչ ձևով է ընկերությունը աշխատում եւ զարգացնում այս ամենը, անում է բարձր որակով եւ այս ամենը արվում է ամենալավն է արվում իրեն հաջախորդների համար։ Այս ընթացքում ինչ է կատարվել։ Այս ընթացքում կատարվել է նախնական շուկայի վերլուծություն եւ սոցհարցում անցկացրեց ընկերությունը եւ մեր համայնքի մարդիկ, ովքեր որ գտնվում են մեր ընկերության մեջ, մասնակցեցին այս հարցմանը եւ հարցումների մեջ նշված էր, որ տարածաշրջանը ավելի հարմար կլինի, նշված էր հիմնական մեր գոդիները Հայաստանում գտնվող նաև կուրորտային գոդիներն էր նշված եւ այստեղ ընդրության այս հնարավորությունով մենք տեսանք որ տարածաշրջանում են ավելի շատ մարդիկ ցանկանում որպեսի լինի այս հյուրատները, այսինքն մարդիկ իրենք նախընտրում այս անալիտիկան, այս վերլուծությունը անցկացվել է եւ արդեն իսկ կան պատրաստի տվյալներ։ Ըստ այդ տվյալների, այստեղ մենք տեսնում ենք նախնական այդ վերլուծության այս նույնպես այս փուլը, հա, ինչ գնի է լինում, ինչ գնային սահմաններում, ինչպիսի տնակներ, ինչ քառակուսի մետրով, հա, կարելի է ստանալ, ամբողջ վերլուծությունը արված է։ Եվ ըստ այդ վերլուծության այսպիսի մի հատ պատկեր ստացվեց քարտեզի վրա, մենք տեսնում ենք Հայաստանից, հա, միջև Դիլիջան այդ ճանապարհին,
դա ամենանախնդրելի այդ շրջաններն են, որտեղ որ մարդիկ նախընտրում էին, որ լինեին այդ հյուրատները։ Այսինքն ընկերությունը ռեալ արդեն իսկ հասկացավ, որտեղ կարելի է սկսել եւ որը կլինի ավելի պահանջված եւ լավ։ Ինչը վերաբերում է Երևանից հեռավորությանը, մարդիկ նշում էին, որ լավ կլինի Երևանի մոտիկ լինի, շատ հեռու չլինի, որ հարմար լինի, մարդիկ կարողանան, ասենք, քաղաքից դուրս գնալ, միանգամից հայտնվել բնության մեջ, հայտնվել այդպիսի տրախտավայրում, վայելել իրենց հանգիստը։ Այստեղ շուկայական վերլուծություն է կատարվել նաև գնային առումով, տեսնում եք ինչպիսի գներ է մեր Հայաստանում, ընդամենը կոպեկներ է $278, $271, $174 տարբեր տեսակի հյուրատներ կան եւ գնային քաղաքականության վերլուծությունը նույնպես կատարվել է, որը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել իրոք մրցակցային product, հա, որը կլինի ավելի պահանջված եւ ավելի բարձր մակարդակով լուծումներ ունեցող հյուրատներ։ Եվ տեսնում եք նախնական նախագիծը, տարբերակներ կան տնագների եւ այս մեր տնագները որ կան, ասեմ, սրանք հadoop տնագներ են, որոնք որ էկո նյութերից են պատրաստված, բնությանը չվնասող նյութեր են եւ շատ բարձրակարգ, բարձր որակի նյութեր են եւ երկարաժամկետ, այսինքն այստեղ ինչ որ թղթից կամ ինչ որ փշրվող կամ կոտրվող ինչ որ նյութերի չի պատրաստվում, շատ կայուն եւ թանկարժեք նյութերով է պատրաստված, հաշվի առնելով սեյսմիկ պահերը, բնության այդ պահերը, ամեն ինչ այստեղ հաշվարկված է նախորոք։ Եվ ըստ մեր հաշվարկների, եթե տարեկան բեռնվածությունը, այսինքն հաճախորդների քանակը, կոչվում է բեռնվածությունը, լինի 80%, որը սպասելի է, նորմալ է, գումարի հետ վերադարձելիությունը կլինի 5-ից 7 տարվա, այսինքն 5-ից 7 տարվա ընթացքում մարդը կարող է իր ներդրած գումարը հետ բերել եկամուտների հաշվին։ Այսպես է հաշվարկը նախնական տրված, որը համապատասխանում է շուկայական վերլուծության արդյունքներին։ Եվ ասեմ ձեզ, ընդհանրապես գումարի հետ վերադարձելիությունը այսպիսի գործակների ժամանակ, թեկուզ եթե դուք ինքներդ եք կառուցում, հյուրատուն եւ այլն, ավելի շատ ժամանակաշրջան է պահանջվում, եթե փայտից տնակ չէ, ավելի թանկարժեք ինչ որ տներ են կամ առանձնատներ են կամ բնակարաններ են, ավելի շատ ժամանակ, հա 15 տարի, 20 տարի կարող է պահանջվել, եթե մարդը ինքն է զբաղվում այդ գործով, վարձակալություն տալով եւ այլն, շատ ժամանակահատված է պետք ընդհանրապես անշարժ գույքի մեջ գումարի հետ վերադարձելիության պահը ապահովելու առումով, շատ ժամանակ է պահանջվում։ Մեր դեպքում տեսնում եք 5-ից 7 տարի է պահանջվում ըստ նախնական հաշվարկի եւ արդեն իսկ գոյություն ունեցող պրակտիկայի հիման վրա կարելի է սա ասել։ Եվ այս հյուրանոցների տեսնում եք նախագիծը կա, նախնական պատկերը տեսնում եք ինչպես է լինելու եւ մեր նախապատրաստական աշխատանքները այս ոլորտում արդեն իսկ քայլերը արվում են եւ այս պահին մշակել ենք հյուրանոցի զարգացման նախագիծ, տեսնում եք 5 այստեղ փուլերով կիսաբլոկներ են գրել, ես լավ էի թարգմանել, բայց իրենք այդ իմ թարգմանությունը ամբողջությամբ չեն տեղադրել, մի քիչ լավ թարգմանություն չկա այստեղ նայում եք, բան չկա, ուղումներ կանենք, ես հիմա տեսնում եմ, որ իմ տված թարգմանությունով չեն թարգմանել, նորից մնացել է հինը որոշ տեղեր, եւ տեսեք ինչ ձևով է այն կլինելու, մեջտեղում կա լողավազան, տեսնում եք խաղահարաբարակ եւ ընկերությունը հագված է այսպեսի ամբողջական ռեզորտ, հա, այդպես է կոչվում, այսպեսի ամբողջական փոքր քաղաք կառուցել, ինչի համար, որովհետեւ տվյալ դեպքում եկամտաբերությունը ավելի շատ է լինում, երբ որ կենտրոնացված է մի տեղ, բացի դրանից սպասարկման անձնակազմը, որ պահվում է այդ գործնեության համար, արդեն պահվում է ոչ թե մեկ տնագի համար, այլ ընդանուր հյուրանոցների այս ցանցի համար է պահվում, հա, սա ավելի ձեռնտու է եւ եկամտաբերությունը ավելի բարձր է, եթե այս կոնցեպտով է աշխատացնում։ Մենք տեսնում ենք բոլոր մեր հյուրատների տարածաշրջաններում, որտեղ կան հյուրատներ, մի քանի հատ են։ Օրինակ Վրաստանում 6 հատ գերությունը առավ եւ շարունակելու է նորից առնել, ասեմ որ չի վերջանում է դրանով։ Նույնը տեսնում ենք Միկուլիչինի ուղղությամբ, հա, այնտեղ էլ միջև հիմա կառուցվում են մշտական կառուցման process է տեղի ունենում։
Եվ նախատեսվում է 2025 թվականին տարի հողի գնում եւ շինարարության սկսումը, որբեսի լինի շինարարությունը արդեն 2025 հիմա պլանները այդպես է նախատեսված 2026 թվականին այստեղ նախատեսվում է հյուրանոցի առաջին եւ երկրորդ մասերի շահագործման հանձնման process-ը 27 թվականին նախատեսվում է հյուրանոցի 3-րդ, 4-րդ, 5-րդ բլոկների շահագործումը։ Դուք տեսնում եք ինչպիսի մեծ մի հատ գործ է ձեռնարկել ընկերությունը, որը արդեն իսկ զարգ է տվել եւ հիմա սկսվում է այս գործընթացը։ Հիմա ամենալավ շրջանն է եւ ոնց որ ասում են մադիտի շրջանն է, Կարանդաշի շրջանն է, որտեղ որ ներկայացված է ծրագիրը։ Նախագծի մասին, էսի ձև է թարգմանը, նախագծի մասին ինչպիսի տեղեկություններ կա։ Առաջինը համադրվում է հարմարավետությունը եւ էկոլոգիան, այս ամեն ինչը հաշվի առնված, նամանավանդ, որ լինելու են, ասենք, բնության մեջ։ Լինելու է անհատական մոտեցում եւ բացառիկ դիզայն, այսինքն հաջախորդի ցանկությամբ տները կարող են տարբերվել եւ լինել յուրօրինակ։ Պատկերացնում եք ինչ է, շտամպով կա չէ, տպեցիկ սա միանման։ Այսինքն հաջախորդի կարիքներից ելնելով կարելի է ստեղծել յուրահատուկ ոճով կամ իրեն կոնկրետ պահանջմունքներից ելնելով, հա։ Այսինքն ասում է, որ այս ամենը արվում է սիրով, հոգատարությամբ։ Հարմարավետ տեղում է տեղակայվելու եւ լինելու են գեղեցիկ տեսարաններ, շատ գեղեցիկ տեսարաններով հարմարավետ տեղում բնության առումով։ Գինը լինելու է հասանելի, հիանալի գին եւ որակ հարաբերակցությունը այստեղ լինելու է բարձր մակարդակով եւ ունենալու է նաեւ յենտակառուցվածքներ, հա, այսինքն հյուրանոցը առաջարկում է եւ հարմարավետություն, որի մեջ ներառվում է, ասենք, սպա, ժամանցային վայրեր, ռեստորաններ, այսպիսի վայրեր, ոչ թե ինչ որ միտեղ սարի գլխին ոչ մի բան չկա, հա։ Ընկերությունը ստեղծում է նաեւ իր յենտակառուցվածքները, այսինքն մարդը կարող է այդտեղ գալ եւ համապատասխանաբար հանգստի իր ունեցած այդ բոլոր սպասումները ստանալ, ինչը որ իրեն պետք է։ Այսպիսի մեծ պրոյեկտ է։ Հիմա տեսնենք ինչ չափի տնագներ կան եւ ինչ գներ ունեն եւ ինչպիսի պլան կա, ինչ գներով կարելի է նաեւ վարձակալության տրամադրել, այս ամբողջը արդեն իսկ հաշվարկված է։ Դուք տեսնում եք 24 մետր քառակուսիանոց տնագները, հա, որոնք ամենահասանելին են եւ նախատեսված գինը հիմա գոյություն ունեցող առաջնային գինը ամենաէժան գինը 10% զեղչով, հա, 10% զեղչով 53500 $։ Գումարի հետ վերադարձելությունը 3 տարվա ընթացքում ըստ ծրագրի հետ է գալու բոլոր ծախսված գումարը, ինչ որ դուք ներդրել եք։ Ուշադրություն դարձրեք, դուք ոչ թե առնում եք ուղագի տնակ, որը մենք հետո նույնպես կքննարկենք, այլ դուք առնում եք պատրաստի բիզնես մոդել։ Այսինքն ընկերությունն է այդ տնակները աշխատացնում, ինքն է տալիս վարձակալության, զբաղվում է վերանորոգման աշխատանքներով, այդ ամբողջ խնդիրները վերցնում է իր վրա։ Տնակը կառուցվում է բարձրորակ նյութերով, իրեն մեջ համալրվում է ամեն ինչ որ անհրաժեշտ է ապրելու համար, կոմունիկացիաներով, ամեն ինչով։ Այս ամբողջ արժեքը ընդամենը 53500 $, USDT արժի, նույնիսկ դուք կարող եք ձեռք բերել կրիպտո արժույթով USDT-ով, որը նույնպես բացառիկ հնարավորություն է, ասենք, ոչ ոք այսօր շուկայում չի առաջարկում այսպիսի բան, որ դուք կարող եք նաև կրիպտոյով ձեռք բերել։ Հիմա տեսնենք բեռնվածությունը, դուք տեսնում եք վարձակալության գինը հունվար ամսին 100, փետրվարին 150, մարտին 120, ապրիլին տեսնում եք գնացակները եւ ընդանուր եկամտաբերությունը տարեկան տեսնում ենք ֆիքսված գումարը 1350, տեսնում եք ինչքան է գալիս ինքը։ Սա օրավարձերն են բնականաբար, հա, օրավարձերի առումով ենք մենք նայում։ Ես ձեզ ասեմ, ինչպես դուք կարող եք հաշվարկ անել եւ ընկերությունը ինչ հաշվարկից ելնելով կարող է ձեզ վճարել, որովհետեւ հեշտ լինի հաշվելը։
ընկերությունը ձգտվում է, որբեսի եկամտաբերությունը, ինչպես նշել ենք, 20%-ից ավել լինի, հա 20%-ից ավել, այսինքն 30%, հա, այսպիսի տոկոսներ ունենան։ Բայց ընկերությունը նաև կապում է ձեր հետ պայմանագիր, որը շեշտվում է, որտեղ շեշտվում գրվում է մինիմալ եկամտաբերությունը։ Այսինքն, եթե լինեն ինչ որ process-ներ, որոնք որ կարող է շատ վատ ձևով անդրադառնան շուկայի վրա, կլիենտներ չլինեն եւ այլն, ընկերությունը երաշխավորում է տարեկան 6%-ը, դա երաշխավորում է, դա երաշխիք է։ Ոչ մի ընկերություն գոյություն ունեցող մեծամասամբ, այսպես ասեմ, եթե մեկը ինչ որ գիտի այդպիսի ընկերություն, երաշխիք չի տալիս ձեզ, որ կլիենտ լինի, չլինի, կաշխատի, լավ չի աշխատի, ինչ կլինի, չի լինի, ինքը իրեն 6%-ը ապահովի տարեկան։ Տվյալ դեպքում մենք տեսնում ենք մի բան, որ տարեկան միջև 6%, այստեղ դրվում է հիմքում, այսինքն ընկերությունը ինքը տալիս է երաշխիք։ Ոչ մեկ էլ երաշխիքներ չեն տալիս հիմնականում, բայց մենք այստեղ տեսնում ենք, որ կա երաշխիք, դուք կարողանալու եք երաշխիքային ստանալ վճարումներ ընկերությունից, բայց ընկերությունը ձգտվելու է 12%, միջինը 12% եւ լավագույնը 20%-ից ավել եկամտաբերություն ապահովել։ Ինչպես կարելի է դա հաշվել, օրինակ $100,000 արժեցող տնագը 20%-ը ինչքան կլինի, 10%-ը կլինի 10,000, 20%-ը կլինի 20,000, հա, դոլար եկամտաբերություն։ Կարելի է այսպես հաշվարկել։ Ես ձեզ ասեմ, որ այս գինը նախնական գները, այս գները բարձրանալու են, բնականաբար հիմա ովքեր որ ձեռք են բերում, ուզում են ունենալ այսպիսի հիասքանչ հնարավորություն ստանալ պասիվ եկամուտ, ունենալ այս եկամտաբերությունը, դուք կարող եք հիմա ամենաձեռնտու գնով օգտվել եւ նաեւ անհատական ընկերության պրեզիդենտի հետ ունենալ հանդիպում, քննարկել ձեր ուզած տարբերակները, մասերով վճարելու կամ ինչ որ ձեր կողմից առաջարկություններ արվելու, բացի դրանից դուք ստանալու եք տարբեր բոնուսներ ընկերության կողմից, հիմա ամենաշահավետ ժամանակաշրջանն է։ Դուք կարող եք կարտալ ընդանուր եկամուտը ամիսը 1, տեսնում եք $3,100 այստեղ գրված է, եւ տեսնում եք տարեկան ընդանուր եկամուտները, տեսնում եք այստեղ կարող եք կարտալ, տեսնել $35,000, հա, եկամտաբերություն, մյուսը կարող եք տեսնել ավելի բարձր եկամտաբերություն, այսինքն կախված արդեն տոկոսներից այսպիսի հաշվարկներ է արվում։ Միջին հաշվարկը, ցածր հաշվարկը, որը երաշխավորում է, երաշխիք է, միջին եկամտաբերությունը եւ բարձր եկամտաբերությունը կախված ընկերության այս աշխատացման process-ից, հա։ Մյուսը տեսնում եք 51 մետր քառակուսի է, արժեքը $102,500 է այս պահին, նույնպես կա զեղչ, գումարի հետ վերադարձելությունը 4 տարի է, տարվա տոկոսները տեսեք, միջև 25% է նախատեսված եկամտաբերությունը, որը կարելի է ստանալ այս տնագները ձեռք բերելու շնորհիվ։ Մյուս կոնցեպտը տեսնում ենք, այստեղ հետ վերադար 100 տեսնում ենք $102,500, հա, եւ 54 մետր քառակուսի է, սա $107,500 է, $107,500 արժի, 5-ից 7 տարում, հա, կամ 4.8 այդպես 4 տարի 8 ամիս կարելի է հետ վերադարձնել գումարը, եկամտաբերությունը տարվա տոկոսները նախատեսված է 20.99, քառակուսի մետրը 54 քառակուսի մետր է, մաքուր 54 քառակուսի մետր է, դուք տեսնում եք ինչպիսի տեսք կարող է ունենալ այս տնագը, տեսնում եք եկամտաբերությունը, ամիսներին ինչպիսի գնով կարելի է տալ, հունվար ամսին, փետրվար $220 եւ այլն, եւ կարող եք ընդանուր հաշվարկը եկամտաբերությունը տեսնել, ինչպիսի եկամտաբերություն է ապահովում։ Ինչպես ես ասեցի, եթե 20% հաշվարկը անեք միջին, նա կունենաք այդ $20,000 եկամտաբերությունը։ 77 մետր քառակուսի եւ $150,000 արժի,
հետ վերադարձելությունը նորից միջև 5 տարի եւ ավել եւ եկամտաբերությունը նույնպես տեսնում եք 20 եւ ավել տոկոս եւ տարեկան բեռնվածությունը կարող եք կարդալ որ ժամանակահատվածում ինչպիսի գներ կարող է ունենալ արժենալ։ Մյուսը 75 մետր քառակուսի եւ արժի $156,500 սա հետևյալ ոճը տեսնում եք իր առաջ գոյություն ունի կարող է լինել ինչ որ փոքր այդպես չան, հա, որ ասում են այդպիսի լողավազանի պես տեղ, հա, իր մեջ ներառում է ավելի շատ ինքը ունի տարածք եւ ավելի հարմարավետ գոտիներ ունի, հա, այսպես ասեմ ինքը որպես օգտագործման հարմարավետության եւ պահանջվածության առումով ավելի պահանջված կլինի, որտեղ ավելի կոմֆորտ է։ Այսինքն մենք այստեղ ունենում ենք 5 տեսակի մոդուլային տնակներ եւ հիմա տեսնենք առավելությունները։ Առաջինի գինը ներկայացվել է $53,500 կամ USDT, $102,500 USDT, $107,500 USDT, $150,500 USDT եւ $156,500 USDT։ Այստեղ մենք տեսնում ենք եկամտաբերությունը, տեղակայությունը լավ պահանջված վայրում է գտնվում, եկամտաբերությունը բարձր է, անվտանգությունը ապահովում է, հյուրանոցային կոնցեպտ է, ինքը որպես հյուրանոցային կոմպլեքս է հանդես գալու եւ շինարարական տեխնոլոգիաները բարձր մակարդակով են իրագործվելու։ Հիմա մենք կարող ենք տեսնել ամրագրման պահը, շատ կարևոր է, եթե դուք ուզում եք արդեն ամրագրեք, շատ հասանելի գնով, ամենափոքրը, որը արժի $53,500, իմիջայլոց փոքր է, բայց եկամտաբերությունը լավն է, շատ լավ եկամտաբերություն ունի, կարելի է արդեն ամրագրել $2,500-ից սկսած, հա, տեսնում եք, կարող եք վճարել եւ ամրագրել, մնում է, ոչ ոք չի կարող ձեր տեղը, հա, ինչ որ պատվիրել, որտեղ դուք արդեն ամրագրել եք, մնացած գումարը դուք կարող եք մուծել մասերով միջև 30 օրվա ընթացքում, հա, կանխավճարը կարող եք նույնիսկ 10% թողնել եւ մուծել 30 օրվա ընթացքում։ Երբ որ ընկերությունը ավելի ծավալվեց եւ շինարարությունը սկսվեց, հնարավորություն կընձեռնի նաեւ բանկային գործարքներ իրագործել, բնականաբար այս этаպում դա հնարավոր չէ, բայց երբ որ սկսվեցին շինարարությունները, ընկերությունը կարող է տրամադրել համապատասխան փաստաթղթեր, որը կարող եք օգտագործել բանկային գործարքների մեջ եւ ձեռք բերել։ Ուղղակի այդ ժամանակ ավելի թանկ կլինի, հիմա ավելի լավ պայմաններ կան, ավելի ապահով է հիմա ձեռք բերել ունենալ, որովհետեւ ընդանուրը 10 հատ է կառուցվելու, 10 հատ այս փոքր տնակները, որ եթե դուք մեծ գումար չունեք, ասեմ ձեզ, որ 10 հատ է, ընդ որում 1 հատը արդեն իսկ ամրագրված է, հա, այսինքն մնում է 9 հատ այսպիսի մոդուլային տնակներ, որ դուք կարող եք ձեռք բերել։ Պատկերացրեք մի պահ, դուք ունեք այս տնակը, ինքը ձեզ ապահովում է եկամուտներով, դուք ստանում եք ձեր եկամտաբերությունը, ձեր ուզած ժամանակ ինքներդ էլ կարող եք գնալ հանգստանալ, վայելել, օգտվել այս հնարավորությունից եւ ձեր համար ստեղծվում է բիզնես, որը ապահովում է ձեզ пассив եկամուտով, դուք ստանում եք նաեւ բոնուսներ։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Եթե գնում ենք միջև 30.04.2025 թվական, ստանում եք զեղչ $5,000 տնակի համար զեղչ եւ պլյուս նվեր 1000 ռենտ, 1000 ռենտը $1,000 է։ Բացի նրանից, որ դուք 10% զեղչով եք առնում, $5,000 զեղչ եւ նվեր եք ստանում 1000 ռենտ։ Պատկերացնում եք 1000 ռենտ ստանում եք նվեր, $1,000 է կամպանիան իր կողմից նվեր է տալիս ձեզ, եթե միջև ամսու 30-ը 04-ը մենք պատվիրում ենք, ամրագրում ենք, օգտվում ենք այս հնարավորությունից։ Այսինքն որոշակի ապառիկ վաճառք կա, տեսակ 30 օրվա կտրվածքով կարելի է օգտվել։ Մյուս հյուրանոցը նույնպես կարելի է ամրագրել նույն գնով, որի արժեքը $102,500 USDT։ Նույնպես 10 հատ է։ Գումարը եկամուտը այստեղ 20% տարեկան եկամուտ է սպասվում, հա, այդ $20,000 եկամտաբերությունը
դուք ամսական կտրվածքով եք ստանալու եկամուտները, ես ուղղակի ասում եմ ընդհանուր տարեկան, որպեսզի հեշտ լինի հաշվելը։ Կանխավճար կարելի է 10% անել եւ հետո 30 օրվա ընթացքում փակել զեղչը $10,000 զեղչ է տալիս եւ $2,000 նվեր է տալիս։ 2000 ռենտ նվեր է տալիս ձեզ։ Եթե գնում ենք միջև 30-ը 04 2025 թվական, եթե մենք այդ ժամանակահատվածում ենք ամրագրում, ամրագրումը շատ հեշտ է, դուք կարող եք միանգամից $2,500 ամրագրել եւ հետո վճարել 10%-ը 30 օրվա ընթացքում մնացած գումարը եւ օգտվել է զեղչերից։ $107,000, $107,500, 54 քառակուսի մետր է, հա, տեսնում եք 2 + 2, 4 հոգու համար է, եկամտաբերությունը 20% տարեկան եւ ընդհանուր 10 այսպիսի հյուրանոցներ են լինելու, կարող եք ստանալ $10,000 նորից զեղչ եւ պլյուս նվեր 2000 ռենտ, նույն ձևով ստանում եք նվեր 2000 ռենտ, $150,000 արժողությամբ, որը 77 մետր քառակուսի է, նույնպես 10 հատ է, նույնպես $2,500 կարելի է ամրագրել, նույնպես կանխավճարը 10% անել, մնացածը հետո մուծել կամ ամբողջությամբ մուծել եւ ձեռք բերել, ստանում եք զեղչ $15,000 զեղչ եք ստանում եւ պլյուս նվեր 3000 ռենտ, որը համարժեք է $3,000։ Եվ մյուս կոնցեպտը, որը 75 մետր քառակուսի է, տեսնում եք բնակությունը 4 + 2 անձի համար, եւ այստեղ նույն սկզբունքով կա $15,000 զեղչ եւ 3000 ռենտ, եկամտաբերությունը նախատեսված նույնպես 20% է։ Այսինքն դուք տեսնում եք հիմա ամենաարդյունավետ ժամանակահատվածն է իրոք ձեռք բերելու այս անշարժ գույքերից օգտվելու։ Եվ այն մարդիկ, ովքեր ուզում են, ցանկություն են հայտնում հենց այս этаպում մասնակցել այս գործարքին, դուք կարող եք ունենալ անհատական հանդիպում, ես կազմակերպեմ ընկերության պրեզիդենտի հետ, որտեղ կարող եք մանրամասը քննարկեք տարբեր պայմաններ, ձեր հարցերը տաք, ձեր առաջարկները անեք եւ ձեր համար ինչ որ հարմարավետ պայմաններ նույնպես ձեռք բերեք։ Հիմա է այդ ժամանակահատվածը, երբ որ դուք դա կարող եք անել։ Այդ ժամանակը հետո չի լինելու։ Բոլորս գիտենք, որ հետո հնարավոր չի լինելու դա անել։ Հիմա անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչ է տեղի ունենում այսօր։ Ընկերությունը փնտրում է հող, պատրաստվում է բացել ընկերություն Հայաստանում։ Դուք գնում եք ոչ միայն տնակ, այլ աշխատող բիզնես, արտենից բիզնես, որը ակտիվ է եւ սկսելու է ձեզ եկամուտ բերել։ Շինարարության ժամկետը ձեզ ասեմ, այնտեղ ելնելով տվյալ շինարարական այդ կառույցի չափերից, հա, տարբեր ժամանակահատվածում է լինելու, կլինի 6 ամիս կամ մինչև տարի այդ կառուցման փուլը, նայած ինչ տնակ եք ձեռք բերում, բայց ընկերությունը աշխատելու է ավելի արագ կառուցել։ Նաև լինելու է պայմանագիր, որտեղ պարտավորվում է այս ժամանակահատվածում կառուցել, եթե չի կառուցում, ուրեմն մուծում է համապատասխան տուժերը, այսինքն սա լինելու է օրենքով ամեն ինչ։ Եվ ձեր տնակը գտնվում է վարձակալած հողի վրա, որը դուք կարող եք ձեր տնակը ձեր ուզած պահին վերցնել, տանել ուրիշ տեղ ձեր ցանկությամբ։ Բայց դուք կարող եք նաև հողը ձեռք բերեք տնակի տակ գտնվող, ոչ թե ամբողջական տարածքը ձեռք բերեք, որ շատ գումար վճարեք, այլ ուղղակի այդ տնակի տակի հողը նույնպես ձեռք բերեք եւ դա լինի նույնպես ձեր սեփականությունը։ Դուք ստանում եք գնման պայմանագիր, ունենում եք պայմանագիր, եւ սա համալիր է եւ ունի զարգացման ծրագիր եւ շատ գրավիչ է հյուրերի եւ հաճախորդների համար։ Այսպիսի կոնցեպտ է ներդրվելու։ Ենթակառուցվածքները կարելի է հեռախոսի մեջ կառավարել մեր բոլոր օբյեկտները, անշարժ գույքերը, կարող եք հեռախոսից տեսնել, ովքեր են մուտք գործել, ունենալու ենք նաև հետագայում հաշվետվության բաժնի մեջ նաև լինելու են տեսախցիկները, որը դուք կարող եք վերահսկել, դուք կարող եք տեսնել վիճակագրությունը, թափանցիկ ձևով ծրագիրը հիմա արդենից պատրաստ է կամ մեր կայքի մեջ եւ իհարկե ունենալ վիդեո նկարահանում, ինչպես որ ես ասեցի 24 ժամ տեսնել ինչ է տեղի ունենում 7 օրը, հա, եւ այսպիսով հասանելի ձևով վերահսկել ձեր
անշարժ գույքը։ Եթե վերցնենք տների տեխնիկական բնութագիրը, մենք կտեսնենք, որ այստեղ ինչ է ներառված, հա, այստեղ կա հյուրասենյակ, ննջասենյակ, խոհանոց, սանհանգույց, բացօթյա հարթակ կա, հա, որ բալկոնը այդ դիմացի մասը, որ կարելի է կալ, սանհանգույցը լոգարան, լվացարան, զուգարան ամեն ինչ ունի, խոհանոցը ներկառուցված է իր բոլոր տեխնիկական միջոցներով, գազօջախ, գոլորշու հեռացման համակարգով, պատուհանները կամ ամբողջական են գետնից միջև վերև, այդպիսի բարձր որակի լավ տեխնոլոգիաներ են։ Հիմքը լինում է երկաթ բետոն է, պատերը լինում են, տեսնում ենք, փայտյա կառույցներ են, բարձրորակ ջերմամեկուսացման նյութերով եւ բնական երեսպատման նյութեր են օգտագործվում։ Տանիքը խոնավատիմացկուն մետաղյա կղմինդրներ են լինում, սարքավորումները օտա այդ կոնդիցիոները, հա, օդի մակրման այդ համակարգը, բուխարի լինելու է Wi-Fi համակարգը, բարձր արագությամբ պրոյեկտոր, որ մարդիկ կարող են նայել, տեսնել, ասենք ինչ որ դիտումներ կազմակերպել պրոյեկտորով, գիտեք, որ կարելի է այդպիսի դիտումներ անել հանգստի ընթացքում, հա։ Խոհանոցը տեսնում եք կահույքը, սեղանը, աթոռները, թեյնիկը, սրճեպը, սառնարանը, խոհանոցի պարագաները, սնունդ պարաստելու, մատուցանելու համար բոլոր պարագաները ամեն ինչ կա։ Հյուրասենյակը բազմոց, հեռուստացույց, բազգատոր, փափուկ, այնտեղ բաներ, սուրճի սեղաններ եւ այլն մյուս ամեն ինչը ներառված է։ Ննջասենյակը երկտեղանի մատչականներ, ներքնագով, կողքի սեղաններով, դարակներով, անկողնային պարագաներով, բարձերով, վերմակներով, սավաններով, հագուստի համար պարաններով, պահեստավորման սենյակներով, անկյուններով, մի խոսքով ամեն ինչ։ Այսինքն ամեն ինչ ներառում է իր մեջ։ Նույնը լոգասենյակը լվացարանով, պահարանով, հայլիով, ցնցուղով, սրբիչներով, կախիչներով, սրբիչները մաքուր, ամեն ինչ ժամանակին փոխելով, սպասարկումով, ամեն ինչ մտնում է մեջը։ Եվ կանաչապատ տարածքը հարմարավետ արահետներով, փակ հանգստի կոդով, տեսնում եք ամեն ինչ ներառված է իրեն մեջ, հա։ Հնարավորություն եք ստանում շահույթ ստանալ նաև տնագների վաճառքներից։ Այն մարդիկ, ովքեր որ հիմա են ձեռք բերում, եթե դուք հիմա առնում եք, դուք կարող եք հետո մի քանի անգամ թանկ վաճառել։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ հիմա առնում են, հետո փոշմանում են կամ ինչի պայմաններով ուզում են վաճառել, նույնպես լավ վաճառելու հնարավորություն ունեք, որովհետև մեր մոտ դուք կարողանաք թանկ վաճառեք եւ արագ վաճառեք, որովհետև կան հաճախորդներ։ Առաջինը ով է առնում 3 տարբերակ կա։ Առաջինը առնում են ընկերության միջոցով մեր համայնքի մեր ընկերության մեջ գտնվող մարդիկ առաջինը կարող են առնել։ Մյուսը կարող է առնել ընկերությունը ինքը ձեզանից, հա, անմիջապես ձեռք բերել ձեզանից ավելի թանկ գնով էլ նույնիսկ կարող եք հետագայում վաճառել։ Եվ մյուսը արդեն կարող եք շուկայում վաճառեք, այսինքն այն մարդկանցից, ովքեր կողքից կուզենան իրանք էլ ունենալ այսպիսի հյուրատներ։ Այսինքն կարելի է նաև արագ գործարքից դուրս գալ, եթե որոշ մարդիկ վախեր ունեն, որ ես կուզենայի հետո վաճառել կամ գործարքից դուրս գալ, շատ լավ արագ տարբերակ կա, որը դժվար թե ինչ որ միտեղ առաջարկեն արտենից նաև դուրս գալու լուծումները ձեզանից, որ ընկերությունը ինքը ձեզանից կարող է ձեռք բերել այդ անշարժ գույքերը։ Իրականում ընկերությունը հոգ է տանում մեր անշարժ գույքերի համար եւ հաջախորդների համար, այսինքն այնտեղ լինելու են եւ աշխատող անձնակազմ, ովքեր որ զբաղվելու են պահպանության հարցով, սպասարկման հարցով, բոլոր անձնակազմը տեղակայված է տեղում եւ այդ բոլոր ծախսերը ընկերությունը նույնպես վերցնում է իր վրա։ Մեզ մնում է ուղագի ստանալ մեր եկամուտը։ Հիմա ամենահարմար, ամենալավ ժամանակահատվածն է ձեռք բերել, ունենալ եւ իրոք կատարել մեր կյանքի ամենալավ, լավագույն ներդրումը, ֆինանսական ներդրումը, որը մեզ ապահովում է կայուն երկարաժամկետ եկամտաբերությամբ եւ միևնույն ժամանակ ապահովում է մեր հանգիստը, մեր վայելքը եւ մենք կարող ենք ունենալ այսպիսի բացառիկ
հնարավորություն հենց հիմա սկսված այսօրվանից կարելի է կազմակերպել այս ամենը։